Ողջույն սիրելիներս, երբևէ մտածել եք, թե ինչ ջուր ենք խմում։ Ինձ թվում էր ես մտածել եմ ու այդ հարցը ընդմիշտ փակել եմ, բայց պարզվում է ոչ, ես դեռ շատ բան չգիտեմ ջրի ֆիլտրող սարքերի մասին։ Այսինքն չգիտեի, բայց հիմա գիտեմ։ Ես անգամ չգիտեի, թե իմ տանը ինչ ֆիլտրող ապարատ է տեղադրված։ Մինչև այն ժամանակ, երբ Էկովիվա ընկերության աշխատակիցը ինձ ուղիղ չհարցրեց, կասեք ինչ ապարատ է տեղադրված ձեր տանը։ Ես անգամ չգիտեի ու չգիտեի նրան ինչ պատասխանեմ։ Ու այդ ժամանակից սկսած ես սկսեցի ուսումնասիրել։ Օսմոս սիստեմի մասին նույնպես չգիտեի։ Ու ողջ բացահայտումներս եղել են այդ գովազդի ժամանակ ու այն ինֆորմացիան, որ տվել եմ ձեզ, այդ ժամանակ ես ինքս էլ այն բացահայտել եմ։ Ու շատ ուրախ եմ, որ նվեր ստացա այս սարքը ու հիմա գրեթե ամեն ինչ գիտեմ ջրի ֆիլտրող ապարատների մասին, որն էլ ուզում եմ այսօր ձեր հետ կիսվեմ, որովհետև այսօր գովազդ չի, այսօր կարևոր ինֆորմացիայի օր է, իմ համար այն շատ կարևոր էր, մտածեցի ձեզ էլ կհետաքրքրի։ Տենց բան չէր եղել, որ ես մի բան անեմ իմ տան համար, կամ մի բան առնեմ, կամ չգիտեմ, սովորություն ունեմ, ուղն ու ծուծը սենց ուսումնասիրել, կարդալ, հետո նոր առնել այդ իրը։ Իմ ընկերների մեջ մարդիկ կան, որ գիտեն, որ ես մի բան խորհուրդ եմ տալիս, նախապես ուսումնասիրում եմ ու երբ որ ալարում են իրանք կարդան, ասում են գիտենք, որ դու արդեն կարդացած կլինես, մեզ միանգամից ասա արժե այդ բանը առնել, թե չէ։ Ու ես չգիտեմ ոնց ա եղել, որ ես այսինքն գիտեմ, ես ուղղակի չեմ իմացել, որ տարբեր սիստեմներ կա ջրի մաքրման ու հիմա նոր ես բացահայտել եմ։ Հիմա ես ձեզ արագ բացատրեմ, թե ինչպես են աշխատում այս երկու սիստեմները, առավելություններն ու թերությունները քննարկենք ու վերջում գանք եզրակացության, թե որ սիստեմն է ավելի արդյունավետ աշխատում։ Այդ ժամանակ արդեն ձեր գլխի մեջ հստակ պատկերացում կկազմեք, թե ինչ ա ձեզ պետք։ Չնայած ես այս հարցում իմ անձնական կարծիքը ունեմ, որի մասին ես ձեզ կասեմ վերջում, ինչ եզրակացության եմ եկել, հիմա ուղղակի բացատրում եմ ինչ սիստեմով է մաքրում ջուրը։ Սկսենք հակադարձ օսմոսի սիստեմից։ Այս սիստեմը մաքրում է ձեր ջուրը 99.9%-ով, վերացնելով ցանկացած տեսակի վիրուս, բակտերիա, ծանր մետաղներ, աղեր, ամբողջը վերացնում է։ Այսինքն ամբողջ աղտոտվածությունը ցանկացած տիպի մնում է այդ մեմբրանների արանքում ու ինքը հետո հետ է ուղարկում հակադարձ ձևով ջրի տարայի մեջ։ Դրա մասին մենք քիչ հետո կանդրադառնանք, պրոցեսը ուղղակի հասկանանք։ Այն անցնում է հատուկ ֆիլտրի միջոցով, կիսաթափանցիկ մեմբրանների միջոցով, որոնք այնքան խիտ են, որ այդտեղից կարողանում է անցնել միայն ջրի մոլեկուլը։ Անգամ միներալներից համակրում, ճիշտ ասա մեծ մինուս է, բայց ընկերությունը գտել է դրա լուծումը ու այսպիսի ֆիլտրեր է ստեղծել, որոնք ձեր ջուրը միներալիզացնում են։ Տեղադրվում է այն ջրի տարայի վրա ու ջուրը ֆիլտրվելու ընթացքում անցնում է այդ ֆիլտրի միջոցով ու ձեր ջուրը կրկին միներալիզացվում է։ Այսինքն այս հարցի լուծումը ընկերությունը արդեն գտել է, ձեզ անհանգստանալ բոլորովին պետք չի։ Հիմա ինչպես է աշխատում ուլտրաֆիոլետովի ֆիլտրացումը։ Ուլտրաֆիոլետովի ճառագայթների միջոցով նույնպես վերացնում է բոլոր տեսակի բակտերիաները, վիրուսները, բայց այն չի մաքրում աղերից, ծանր մետաղներից եւ այլ բաներից, որոնք էլի կան ջրի մեջ։ Բայց վիրուսների ու բակտերիաների հարցում ինչ է ինքը անում։ Այդ լույսի միջոցով մտնում է վիրուսի ու բակտերիայի DNK-ի, PNK-ի մեջ եւ վնասազերծում։ Ընդհանրապես դա վիրուսը, բակտերիան ֆիզիկապես էլի գոյություն ունեն ջրի մեջ։ Այսինքն նրանք գալիս են մեր բաժակի մեջ, ոչ միտեղ չեն վերանում, ուղղակի վնասակարությունն է վերանում։ Այստեղ տեսանյութը մի պահ կանգնեցրեք եւ ուշադիր կարդացեք, թե էլ ինչ առավելություններ ունի UV լամպի ֆիլտրացումը։ Սկզբում միգուցե ծիծաղելի է հնչում, բայց երբ պատկերացրեցի թեյնիկում եռացող եւ ջրի մեջ լող տվող միկրոբների, ուղղակի զարհուրելի էր։ Շարունակությունն ավելի զարհուրելի էր, ուշադրություն։ Չկա դիակի հոտ։ Այսինքն դիակները լող են տալիս, բայց հոտ չկա։ Հիմա խոսենք հակադարձ օսմոս սիստեմի մինուսի մասին, որը ճիշտ է մինուս է, բայց արժե հանուն լավ մաքուր ջուր ունենալու համար աչք փակել դրա վրա։ Ուրեմն, այստեղ ես ձեզ ցույց տամ։
Տեսեք, ջրի տարան ինքը 5 լիտր է ու մոտավորապես 1/3-ը, այստեղ ես նշան եմ արել, սա ես եմ կպցրել, որ իմ համար հասկանամ որտեղ է վերջանում։ Հենց հասնում եմ այսքանին, ապարատը սիգնալ է միացնում, որ ջուրը պետքա արդեն թափել։ Այսքան մասը, այդ ֆիլտրված կեղտոտ ջուրն է, որ հետ է գալիս բաքի մեջ։ Երբ որ ապարատը սիգնալը միացնում է, դուք ուզած չուզած եւ գրաֆինայի մեջի ջուրը եւ բաքի ջուրը պետքա արդեն թափեք, որտեղ դա կեղտոտ ջուր է համարվում։ Հենց դրա համար եմ, սիրելիներս, ես սա նշել, որ մաքսիմալ քիչ ջուր թափեմ, չեմ կարող գուշակել, երբ կմիանա ապարատի սիգնալը, դրա համար այսպես տարբերանշան եմ դրել, մոտավորապես 2 գրաֆինա եւ 600 մլ ջուրը լցնում է ու հետո մնացածը արդեն պետքա թափենք։ 1-2 անգամ կանեք, արդեն ինքներդ մոտավորապես կհասկանաք, երբ միանալու այդ սիգնալը, որպեսզի ջրի կորուստ քիչ ունենաք։ Օսմոս սիստեմի միակ թերությունը իմ համար սա է, որ անընդհատ պետքա ջուրը թափեք ու նորը լցնեք։ Կարծում եմ արժե մի քիչ չարչարվել, բայց մաքուր ջուր խմել, որովհետև դուք չեք պատկերացնում, թե ինչ տեսակի վիրուս ու բակտերիաներ են գալիս այդ ջրի հետ ձեր օրգանիզմ։ Նախընտրում եմ մի քիչ ջրի կորուստ ունենամ, բայց ես ու ընտանիքս մաքուր ջուր խմենք։ Բայց ասեմ ձեզ, համեմատաբար մյուս ընկերությունների, Էկովիվա ընկերության ջրի կորուստի չափը շատ ավելի քիչ է, լինում են սիստեմներ, որ 2-ից 6 լիտր ջուր են կորցնում 1 լիտր մաքուր ջուր ստանալու համար։ Համաձայնեք, որ մի քիչ շատ է, բայց 1/3-ը կորցնել, որպեսզի ունենալ մաքուր ջուր, ինձ թվում է արժի։ Դուք ինչ կարծիքի եք։ Հիմա խոսենք UV լամպի թերության մասին։ UV լամպը տեղադրված է կվարցից ապակիի մեջ ու այդտեղից լույսը թափանցիկ ապակիի միջոցով անցնելով վերացնում է վիրուս բակտերիաները։ Սրա թերությունը այն է, որ եթե ձեր ջուրը շատ երկաթ է պարունակում կամ շատ աղտոտված է, այդ ապակին շատ արագ մթնում է, նստվածքը, այդ երկաթը կարող է նստել, այսինքն այդ ապակի շուրջ բոլորը եւ դեղին տենց նստվածք տա, որը վնասում է լույսի արդյունավետ աշխատելուն, այսինքն ինչքան ջուրը մուտնի բարկա է ռուսերեն sense պղտոր եղավ, այնքան այդ լույսը քիչ է կարողանալու անցնի այդ արանքներից ու հասնի բակտերիաների, վիրուսների դենկային։ Այդ ժամանակ մեծ է հավանականությունը, որ ջուրը լավ չի մաքրվի ու վիրուս բակտերիաները կանցնեն ձեր բաժակի մեջ։ Դրա համար ինչ առաջարկվում, եթե ձեր ջուրը շատ կեղտոտ է, հատուկ ինչ-որ ֆիլտր են դնում հենց մինչև ապարատին հասնելը ջրի մուտքի վրա, որ մի հատ այդ ավազները, այդ ջրի աղտոտվածությունը այդ ֆիլտրով անցնի, մեծ մասամբ ընդեղ մնա ու հետո նոր գա լցվի UV ապարատի մեջ։ Այդ ժամանակ նոր ինքը արդյունավետ կաշխատի, այդ հարցին ուշադրություն դարձրեք, եթե դուք որոշել եք ձեր տանը տեղադրել։ Ես մինչև այս օրը չգիտեի այդ մասին, նոր եմ բացահայտել ու հիմա պատրաստվում եմ, քանի որ ծանոթ մարդ է տեղադրել մեր ապարատը, իր միջոցով իմանամ արդյոք կա մեր ջրի վրա դրված այդ ֆիլտրը մինչև ապարատի մեջ մտնելը։ Հիմա ես եկա այն եզրակացության, որ 2 ֆիլտրող սարքերն էլ պետքա լինեն ձեր տանը։ Ու F-ը նրա համար, որ ամբողջ տան ջուրն է ֆիլտրացվում, ու ես այդ կալկեղ ասվածից արդեն պրծել եմ, ժողովուրդ ջան, դուք չեք պատկերացնում, չկա վերացել է, թե չէ այդ անդադը չայնիկի տակ նստելը, լվանալը, լոգարանման ընդհատ այդ մաքրելը կալկեղը շատ տհաճ է։ Հետո ջուրը խմելուց, օգտագործելուց ես միշտ նկատում եմ այդ իրա վրայի փառը ու այդ ինձ ընդհանրապես դուր չէր գալիս, բայց այս UF-ը վերացրել է դա ու նույնիսկ լողանալու ջուրը արդեն օգտագործելու մաքուր է, դա իր առավելությունն է։ Իսկ խմելու համար միայն կօգտագործենք այս օսմոս սիստեմը, տեսեք դուք կարող եք տեղադրել օսմոս, նաև ֆիլտրել ամբողջ տան ջուրը, բայց դա թանքաջույք է ու անիմաստ է, լողանալու համար պետք չի, որ ջուրը տենց զտված մաքուր լինի, կարևորը վիրուսներ, բակտերիաներ չլինեն, բայց եթե կարողանում եք, ինչ խոսք, կարող եք անել
բայց անիմաստ է։ Դրա համար կարող եք տեղադրել UF-ը, որ ամբողջ տան ջուրը մաքրվի, իսկ միայն խմելու համար օգտագործել այս հակադարձ օսմոսիս սիստեմը, որպեսզի դուք եւ ձեր երեխաները առողջ լինեք։ Եկեք մի հատ ֆիլտրենք ջուրը, ու ովքեր որ չեն տեսել ինչպես այն աշխատում, հիմա առիթ կունենան տեսնելու, բացի դրանից իր հետ ունի կոլբա, որտեղ որ դուք կարող եք մրգային հյութեր պատրաստել, չնայած չէ, ես կհանեմ սա, որպեսզի միներալները տեղադրեն ներսում, որպեսզի մենք չզրկվենք միներալներից, քանի որ կոլբան դնում եք, արդեն այլ այստեղ չեք կարող միներալներ տեղադրել, ես դրեցի ներսում, մակը փակենք, տեղադրում ենք այստեղ մի բան կա, որ պետք է անպայման մտնի դրա մեջ, ջուրը սկսում է ֆիլտրել։ Ինքը ավտոմատ լցնում է ամբողջ տարան, բայց եթե ուզում եք դուք օրինակ 600 մլ լցնել կամ 900 մլ լցնել, այս կափարիչը պետք է հանեք, որպեսզի կարողանաք ձեր ուզած չափով լցնել։ Վերջ տարան ամբողջությամբ լցված է։ Սա կդնեմ սառնարան ու արդեն 2 ժամ հետո կունենամ նարնջի եւ լիմոնի համեղ հյութով ջուր։ Այսքանը սիրելիներս ջրի սիստեմների մասին։ Հիմա դուք ամբողջովին պատկերացում կազմեցիք, թե ինչպես են դրանք աշխատում եւ որն է ավելի ձեզ հարմար տարբերակ։ Տեսանյութը, որտեղ մանրամասնորեն բացատրում եմ օսմոս սիստեմի մասին, կտեղադրեմ այս տեսանյութի մեկնաբանությունների բաժնում, կամրացնեմ պատին, որպեսզի կարողանաք անցնել եւ դիտել մյուս տեսանյութը։ Նաեւ այնտեղ կգտնեք այդ ընկերության լինկը Amazon-ի խանութի, որտեղից եթե ցանկանում եք կարողանաք ձեռք բերել այս օսմոս սիստեմով աշխատող ֆիլտրը, որովհետև հետաքրքրվողներ կային իմ շորտերում, գներից էին հետաքրքրվում, երեխեք գները ընթացքում փոփոխվում են, զեղչեր են ունենում, կարող եք այդ լինկով անցնել իրենց Amazon-ի խանութը ու հետևել, երբ որ հարմար գին կլինի ձեր համար գնել։ Երեխեք հիշում եք անցյալ տարի, որ ես ինձ ու իմ երեխեքին նկարներ էի նվիրել ծննդյան տոների մանր ուլունքներով հավաքելու այդպիսի նկարներ էր։ Վերջապես 1 տարի անց իմ գործը արդեն պատրաստ է։ Իրանցը հələ չէ։ Դե իհարկե մի տարի, որովհետև լիքը տարբեր բաներով ենք զբաղվում, մի քիչ մակրամե ենք գործում, մի քիչ նկար ենք հավաքում, երեխեքը դասեր, մասեր, տենց մի քիչ երկարում է։ Այսա որ նկարը տենակ, արդեն կպատկերացնեք ինչի եմ ես այսքան ուրախ։ Էլ չեմ համբերում, եկեք նայենք, համ դնենք շրջանակի մեջ։ Սա երեխեքին է, սիրելիներս։ Սա Ժակլինինս է, քանի որ փոքր է, չափսերով արդեն ինքը վերջացրել է։ Սա Էլիզինս է, դեռ չի վերջացրել, կիսատ է։ Սա էլ Շաղլոտինս է, այսքանն անդամեն արել։ Վերջում ձեզ պատրաստ որ լինի, այդ ժամանակ անպայման ցույց կտամ։ Իսկ հիմա իմը։ Տադան։ Հələ մի հատ տեսեք ինչ հրաշք է։ Հասկանում եք ես ինչի էի այդքան ոգևորվել։ Ուղղակի ափսոս, ես գիտեի շրջանակն առել եմ իմ չափսերով, բայց պարզվեց, որ երեխեքի նկարների չափսով եմ առել։ Ես, այսինքն դուրս է գալիս, որ ես դեռ չունեմ շրջանակ, տեսնեմ վաղը կհասցնեմ, գնեմ, դնենք շրջանակի մեջ, սիրուն, այդպես նայենք, կախենք պատին, ավելի լավ կերևա։ Ուրեմն երեխեք ջան, այդ օրը տենց ոգևորված բերեցի, որ դնեմ շրջանակի մեջ ու ընթացքում պարզեցի, որ շրջանակը փոքր է։ Ես սխալ էի հիշում չափսերը, փաստորեն 40 պետք է լիներ շրջանակի չափսերը։ Ու այդ օրվանից մինչև այսօր, արդեն մի քանի շաբաթ անցել, ես փնտրում եմ 40 չափսի շրջանակ ու չեմ գտնում։ Գտել եմ միայն այսա, որ թե միայն շրջանակա նկարներ տեղադրելու համար է, բայց ուրիշ ճար չկա, ես հիմա սրանք պետք է հանեմ ու տեղադրեմ իմ նկարը։ Ինքը ավելի փոքր է նկարից, մտածեցի 38 ոչինչ, ամեն կողմից 2 սանտիմետր կկորցնեմ, բայց ուշադիր չեմ եղել, որ այս տակը գրած է, որ հենց նկարի չափսը 36, այսինքն 4 սանտիմետր կորցնելու եմ ամեն կողմից, դա մի փոքր շատ է, չէի ուզենա, բայց քանի որ ուրիշ տարբերակ չկա, հիմա կտեղադրենք սրա մեջ։ Ու վերջապես տեսնենք, թե ինչ տեսք ունի։ Հիմա տեսնենք ոնց ենք տեղադրում։
Սա կհանենք, կգանք երեխաները։ Հուսով եմ կլինի երեխեք ջան, թե չէ շատ կտխրեմ, որ սա էլ չլինի։ Շատ եմ կորցնում կողքերից, ինչ ափսոս է։ Դե էս մասից կորցնենք մի քիչ։ Այստեղ պատուհան կա, գոնե սիրուն երևա։ Պետք է կտրենք դա, թե այդպես թողնենք։ Յոխեք շատ-շատ ակորում աշխատանքիցս, իսկականից շատ ակորում, չգիտեմ ինչ անեմ։ Ցավոք սա էլ չստացվեց, եւս մեկ անհաջող փորձ, ինձ մնում է միայն փնտրել ինտերնետում, միգուցե կգտնեմ այնտեղ իմ ուզած չափսը, ոչինչ, այս շրջանակը միտեղ կօգտագործեմ, բայց ափսոսում եմ, որովհետև կարող է իհարկե կողքերից կտրել նկարի ու տեղադրել, ուղղակի մի քիչ փոքր կստացվեր ու իր այն ողջ շքեղությունը կկորցներ այս նկարը, դրա համար նախընտրում եմ մի քիչ էլ սպասել, բայց իմ ուզած չափը գտնել։ Դե ձեզ հրաժեշտ եմ տալիս, պաչիկներ լիքը, բայ։